Ծնողները երեխաներին պատժում են, սաստում են, արգելում են, որպեսզի երեխաները տան համապատասխան հարցեր։ Քո ինչ ժամանակն է նման հարցեր ես տալիս, խառնվում ենք, ամաչում ենք, բարկանում ենք, չկա նման բան, կարիք չկա, մենք փչացնում ենք ազգին։ Նորմալ է, որ 5-ից 10 տարեկան երեխան տալիս է հարցեր։ Եթե ձեր երեխան հարցեր չի տալիս, միշտ չի, որ սա ամենալավ տարբերակն է ու պետք է ուրախ ու հանգիստ լինենք, որ իմ երեխուն չի հետաքրքրում։ Երեխան զարգանում է եւ ումից ստանա ինֆորմացիա, եթե ոչ իր ծնողից։ Պետք է արդյոք անվանել սեռական օրգանները։ Վախենում ենք խոսանք, որ երեխաները չկենտրոնանան այս թեմաների վրա, բայց մեր երեխաները պարզվում է վաղուց ունեն ավելի վատ ինֆորմացիա, ավելի աղավաղված ու իրականության հետ կապ չունեցող։ Հայկական են, ուտեմ են քո, ուտեմ ու գնաց, դրա բոլոր դրսևորումներով, մարմնասեղմումներով, կսմթոցներով։ Չափից շատ, պաճպճել, ընդհանուր միջև սեռական օրգաններ, շրթունքներ, ու սա նույնիսկ նորածնային տարիքից է սկսում։ Գիշերային զրույցներ ամեն ուրբաթ